Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ падգամավորի տեխնացու Թագուհի Ղազարյանը, բարև ձեզ։ Ինչով է պայմանավորված ընդդիմադիր գործիչների ներգրավմամբ քրեական գործերի այսչափ առատությունը, մեղադրյալներ կան բազմաթիվ՝ Ծառուկյան, Քոչարյան, Չալաբյան, Ղազինյան, Թևանյան, երեգել Արեգնաս Մանուկյանը կալանավորվեց, մեղադրանքները տարբեր են, բայց ընդհանուր է մեկ բան, թիրախավորվում են ընդդիմադիրները, արդյոք սա վրեժխնդրություն չէ։ Ասում ձեր երկար հարցերը, որոնց մեջ այնքան բան կա քննարկելու, որ կարելի է թողարկումը ամբողջ մենակ այդ հարցին նվիրել։ Իհարկե Հայաստան բազմաթիվ քրեական հետապնդման ներքո գտնվող մարդիկ կան եւ նրանցից ոմանք քաղաքական գործունեությունը որպես վահան են օգտագործում եւ սա նոր չէ, այսինքն երբ որ դուք ասում եք ընդդիմադիր գործիչներ կան, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում Քոչարյան, Քոչարյանը ոնց որ սկզբում քրեական հետապնդումն է եղել նոր իր ընդդիմադիր գործունեությունը, որովհետև ինչպես ինքն ասում, մինչև այդ ինքը իր համար նստած հաց ու սոխեր ուտում ոչ Հայաստանում ամենայն դեպս առանձին գործերի մասին գուցե առանձին առատությունը, հա, ինչու նրանք ասեմ ինչի, ասես ոնց է կարճ ձևակերպը ինչի է սենց ստացվել մեր կյանքը։ Ձե կարճ ձևակերպումն է, որ պարզապես հանցագործները քաղաքականությամբ են զբաղվում, դրա համար էլ բան է ստացվել է այնպես, որ քաղաքական գործիչներին քաղաքական գործիչները հայտնում են քրեական հետապնդումների ներքո, բայց այդ բանը տրամաբանություն դրանից է բխեցված, որ հանցագործներն են հակված ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվել, այդ թվում հարուստ հանցագործները, որովհետև քաղաքական գործունեության ոնց որ հնարավորության համար նաև գումար է հարկավոր եւ ոչ բոլոր մանր-մունր ժուլիկներն են էլի հնարավորություն ստանում, չնայած այդ տեսակն էլ կա, հնարավորություն ստանում քաղաքականությամբ զբաղվել եւ դա Հայաստանի համար շատ վատ է, որովհետև Հայաստանում պետքա որ քաղաքականությունը հետաքրքրեր հատկապես ընդդիմադիր քաղաքական գործունեությունը էլի հետաքրքրեր նաև բարեխիղճ քաղաքացիներին, բայց իմ տպավորությամբ իրանց մեծ մասը ավելի շատ քաղաքացիական գործունեության մեջ ներգրաված նույնիսկ նրանք ովքեր քաղաքականությամբ հետաքրքրված են ու չկան բաներ էլի, այդպես մեծ պոտենցիալով կուսակցություններ քաղաքական դաշտում, իսկ թվում է դա ամենալուրջ խնդիրն է, որի մասին մենք որպես հանրություն, ոչ թե ես որպես իշխող կուսակցության անդամ պետք է մտածենք առաջիկա տարիներին։ Վարչապետը բավականին սուր բառապաշարով է խոսել, օրինակ թե հետընտրական փուլում, թե հատկապես քարոզչության փուլում, որ այսպես բանտ են նստեցնելու, սատկացնելու է, չգիտեմ, եւ այլն, եւ մարդիկ ասում են ընդդիմությանը թույլատնելու նպատակ ունի այս ամեն ինչը, ձեզ ձեռնտու է ունենալ ընդդիմադիր մրցակիցներ, ովքեր խնդիր կարող են ունենալ օրինականության հետ, որովհետև նրանց հեշտ է թիրախավորել, հետևաբար առաջիկա 5 տարում դուք կունենաք չընդդիմություն ըստ էության, կամ աղճատված, կամ բանտերում գտնվող, կամ շատ թուլացած, այսինքն նախնական ցուցակները, որոնցով նրանք մտան խաղի մեջ, դրանք զտվում են, շատերը հայտնվում են բանտերում, այսինքն որոշակի, այսպես ասենք, հաշվարկ է երևում ընդդիմությանը թույլատնելու, որն է ձեր մեկնաբանը։ Այդ երկար նախադասության մեջ այդ ընդդիմության թույլատնելու բառակապակցության երկու անգամ ասացիք, որը իմ ուշադրությունը գրավեց, ընդդիմության թույլատնելը առանձնապես կարիք չկա, ընդդիմություն թույլ է։ Ուրիշ բան որ ինքը իրան անվանում է ուժեղ անուն է էլի ֆորմալ գրանցված թղթերով գրանցված անուն, բայց ընդդիմություն թույլ է ու դա վատ է, իհարկե վատ է, մեծ համար էլ է շատ վատ, որ ընդդիմություն թույլ է, ես կուզենայի բայց այս կալանավորումներով ավելի է թույլ անում, չէ՞։ Ախր խնդիրն այն է, որ ինքը թույլ է դրա համար է կալանավորվում, ոչ թե կալանավորվում է դրա համար է թույլ անում։ Նկատի ունեմ քաղաքականապես թույլ եւ բանի հանցագործության տրամաբանության մեջ ուժեղ։ Օրինակ վերջին օրերին շատ ակտիվորեն ոնց որ ուշադրության կենտրոնում է այն քաղաքական ուժը, որը չի անցել խորհրդարան։ Հանցագործների ոնց որ հերթականությամբ բացահայտվել է տեղի ունենում իշխանության ձեռան չի անցել ըստ ընդդիմության քննարկումների։ Okay, այդ մեկնաբանությունները ոնց որ առանձին կարող են քննարկել, եթե դրա անհրաժեշտություն կա, բայց ասենք Ծառուկյան եւ Արեգնաս Մանուկյան անունները տվեցիք։ Երբ որ այն նախորդ փուլում առաջինը Քոչարյան ասացիք եւ այդ անունների մեջ թվարկեցիք։ Հիմա Ծառուկյանի հետ կապված ես ինչ որ հասկացել եի քննչական կոմիտեի հաղորդագրությունից, այնա որ ինքը իրանցի
շատ երևի հարուստ գործարարների հետ պայմանավորվել է, որտեղ մեծ ներդրումների մասն է, լոգիստիկ բան ստեղծել, կազմակերպություն ստեղծել, որը ինչ որ բեռնափոխադրում կանի Իրան, Հայաստան, Իրան եւ միգուցե նաեւ երրորդ երկրներ, ու այդ ընթացքում տեխնիկան ներդրել է իրանցի գործարարը, կազմակերպություն կարծես թե ստեղծվել է Հայաստանում Ծառուկյանի ինչ որ ՍՊ-ի ներքո։ Այդ ընթացքում 2 տարիների ընթացքում այդ գործարարը 50-ից ավելի մեքենա այսինքն բեռնափոխադրող մեքենա է տվել, որ ներդնեն գործի մեջ, այդ մեքենաները հասել են Հայաստան, ձևակերպումները փոխել է, ծախել է երևի ուրիշ բեռնափոխադրող կազմակերպության, այն ինչ որ ես եմ հասկացել։ Այսինքն ոնց որ այդ մեքենաները փոխանակ աշխատացնի եւ փող աշխատի, թանկ բան է, միանգամից վաճառել է եւ կեսից գլխի անգել է գործարարը եւ երեք վարչապետի ճեպազրույցի ժամանակ, երբ որ ինք ասաց, որ իրանցի, որտեվ քնչական մեջ գրած չի, որ իրանցիներն են բան արել, դիմել, վարչապետը ասաց, որ դա ոնց որ այն մյուս միջազգային գործընկեր բիզնես կազմակերպությունն է դիմել Ժողովրդյան, ու երեք կարծես իրանք էլ հենց այդ կազմակերպության ներկայացուցիչները մեդիաներից մեկը գրել էր, որ հայտարարություն է տարածել, որ ինքը 100 միլիոնավոր դոլարների կամ ասենք ինչ-որ բաներ կամ միլիոնավոր դոլարների, չեմ հիշում, բանա վնաս կրել որպես բիզնես։ Հիմա այդ ակնկալիքը որն է պետությունից, որ մանավանդ երբ որ ինքը մի ուրիշ գործընկեր պետության, այդ չեմ ասում հաշվի առնելով տարածաշրջանը, որ մենք քիչ երկրների հետ բիզնես հարաբերություններ ունեն մեր բիզնեսմենները, հաշվի առնելով են, որ գործարարների համբավը տարածում է մնացած ամբողջ բիզնես գործունեության վրա, այսինքն Հայաստանի գործարար համբավը վնասված է հիմա Իրանում ասել են դրանց հետ գործ չբռնեք, դրանք կցող են։ Սենց մի հատ ընկալում է ստեղծվելու նաև Հայաստանի մասին, այն էլ է սուղ պայմաններում տնտեսական իմաստով, այսինքն ինքը բանը ոնց ստացվեց, որ Ծառուկյանը հայտնվեց այդ պատմության կենտրոնում։ Հա, ոնց ստացվեց, շատ հետաքրքիր է, ես ու դուք ֆուր չենք ծախել ուրիշից վերցած, որ գործի մեջ դնեինք, դրա համար էլ ինքն է հայտնվել։ Այդ շատ հետաքրքիր հարց է, էլի, ոնց ստացվեց, որտեղ ինքն է ժուլիկ։ Որտեղ ինքն է բան ապօրինի հարստանալու մեթոդներին լավ տիրապետում, ընդ որում այնտեղ երկար պատմություն էր գնում, չէ՞, քնչական որ վերցել է այդ փողերը, խառնել է օրինական փողերին, հիմա կեսը օրինական, կեսը կիսաօրինական, ինչ որ բան է ստացվում։ Պատականությունները ինչ որ շատ են, Ծառուկյանը հայտնվում է այս քրեական պատմության մեջտեղում եւ Ծառուկյանը դառնում է իշխանության դեմ պայքարի, այսպես ասենք, հավանական կենտրոններից մեկը։ Դա պատահականություն չի, դա հետևողական բան է, գործընթաց է։ Եթե հաղորդագրություն կարդացել եք, տեղի են ունեցել իրադարձությունները։ Եվ այստեղից եք գալիս եմ պնդումը, որ իշխանությունը իր մրցակիցներին։ Ես հասկանում եմ, ես դրա համար եմ ասում, որ պետք չի վերագրել պատահականություն։ Իրադարձությունները տեղի են ունեցել 22-ից 24 թվական։ Եթե ճիշտ հասկացա Իրանի դեսպանի հայտարարությունից, ինքը փորձել է հաշտեցնել այդ գործարարներին, որ ոնց որ երբ որ նա գլխի է ընկել, որ իր մեքենաները ոչ թե աշխատում են, այլ ծախվել են, ոչ թե գարաժում կանգնած են, հա, ավտոտնակում, այլ ծախել են եւ փողի են վերածվել, փորձել է ինչ որ հաշտության գալ նա փոխհատուցի եւ այլն եւ չի ստացվել։ Ես դա եմ հասկացել դեսպանի հայտարարությունից։ Այսինքն Իրանի դեսպանը ներգրաված է եղել այդ գործարարների հարաբերության մեջ։ Չի ստացվել դիմել է Հայաստանի իրավապահներին այդ մարդը, կամ այդ կազմակերպությունը կդժվարանամ ասել, ու 24 թվականի դեպքը վերջացել է, ոնց որ հայտնաբերվել է, 25 թվականին դիմել է իրավապահներին, իրավապահները գործողություններ են սկսել, ակնհայտորեն իմացել են այն մյուս կազմակերպումը, որտեղ կանչել են հարցաքննությունների, չէ, ասել են ձեր դեմ sense գործ կա, բան հասկացել են, որ հեսա մեծ բանի փողերի հետ կապված քրեական հոդվածներ են սկսելու գալ այդ մարդկանց վրա եւ այդ մարդիկ որոշել են, որ լավագույն պաշտպանվելու ձևը քաղաքականություն մտնելն է, այդ այնքան հասկանալի է, ոնց որ բանը Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի տեխնացու եւ ոնց որ թե դերևս քաղաքապետը ըստ բանի դե յուրե այդ մարդը ասում էր ես իմ համար գից նստած էի եկաք բզբզացիք մտա քաղաքականություն այսինքն եկաք ինձ եկաք կպակին բիզնեսներին մտա քաղաքականություն ինձ տրամաբանությունն է աշխատել Ծառուկյանի դեպքում ընդ որում շատ երևի բան ինձ ունեց հետաքրքիր կլներ այս դեպքը ոնց այս դեպքի մասին դուք հարց կտայիք որպես լրագրող որպես հանրություն միգուցե եթե Ծառուկյան բռնած լինեին ասենք ոչ թե 3 չէ առաջի օր այլ մայիսի 12-ին այո Կասեիք չեզոքացնում եք Չեզոքացնում եք ձեր մրցակցին, այո։ Կամ ասենք այն որ Նոյան Տապանի մասին հայտարարություն արեց, երբ էր, ասենք փետրվարին, հա թե դեկտեմբերին, չեմ հիշում, ասենք փետրվարի 8-ին այն Նոյան Տապանի հայտարարության հաջորդ օրը։
կամ դրանից մի քիչ առաջ, մի քիչ հետո ամբողջ խնդիրն է, որ քաղաքական հավատացնել, որ սա քաղաքական ռեպրեսիա խնդիրն ասպես ասենք առանցքային գործիչներից մեկի նկատմամբ։ Այս խոսույթների ամբողջ խնդիրն է, որ Հայաստան քաղաքական իմաստով ամբողջ ժամանակահատվածը կամ նախընտրական է կամ հետընտրական։ Ամբողջ, եթե մենք քաղաքական դիտանկյունից ենք ժամանակի մասին խոսում, իսկ այդ ոնց որ եթե իրանք սովորական քրեական հանցագործներ լինեին, որոնք ուրիշ տեղ, ուրիշ հոդվածով անցնում են եւ քաղաքականության մեջ ներխուժած չլինեն, դժվար կլինի, չէ՞, ձևակերպել, ասենք, բան, կարդում ես բանը, ինչ որ մեկը ինչ էր արել, Արամուսում 2 հոգու սպանել էր բանից հոգեբուժարանից փախել էր 2 հոգ տարեց ամուսիններից սպանել էր հետո բռնվել էր հիմա դա նախընտրական շրջանում տեղի ունեցել թե հետընտրական ոչ նախընտրական ոչ հետընտրական որտեղ մարդը քաղաքական վահանով պաշտպանված չի չէ դրա համար հիմա երբ որ այդ գործիչները քաղաքական վահան են առնում իրանց վրա իրանք դառնում են նախընտրական կամ հետընտրական բաներ լավ տեսեք դուք նաև առանձնահատկություն այս նշածս գործիչների այն է որ շատերը հարում են ռուսական կողմնորոշմանը, հա, այսինքն մեկը, չգիտեմ, Ղրիմ է գնում, Դոնբաս է գնում, մյուսը, չգիտեմ, ասում է ով հայ-ռուսական հարաբերությունների դեմ է պայքարում դավաճան է եւ այլն, այսինքն ակնհայտ է ռուսական, այսպես ասենք, կողմնորոշման ուժեր են եւ դա, այսինքն ես չէի որ ասում եմ իրենց դիրքավորումից բխեցնելով իրենց դիրքավորումն է այդ մասին փաստում այդ կա նաև այսպես ասենք պնդում որ դուք փորձում եք այսպիսով ռուսական քաղաքական ազդեցությունը թույլատրել Հայաստանում օրինակ ուժեղ Հայաստանի բազմաթիվ ներկայացուցիչներ ընտրակաշառքներ եւ այլ գործերով էլի բռնված են, հա, ցուցակի տարբեր, պատգամավորի տեխնացուներ եւ այլն, նույն ԲՀԿ-ն, Անդրանիկ Թևանյանը արդեն նշեցի, հա, այսինքն դուք պայքարում եք ռուսական ազդեցության դեմ նաեւ։ Կա այդպիսի բան։ Այդ տեսակետը ինձ հայտնի է, բայց սա երևի Ռուսաստանը անհանգստանալու կարիք ունի, թե ինչ են հանցագործները իրանք փորձում իրենց Հայաստանի ներսում աֆիլացնել Ռուսաստանի հետ։ Այնց հետաքրքիր է, ինչի ասենք բանի Լևոն Զուրաբյանը ընտրակաշառքի գործով բան չի կալանավորված։ Որովհետև փող չունի, որովհետև ընտրակաշառքի բաժանել է մարդ։ Ասենք այնց հետաքրքիր է, ինչի Էդմոն Մարուկյանը փողերի լվացման գործով չի անցնում։ Ասենք կամ ինչի ով կա այնտեղ բանի Սպարտակ Կյուրեղյանը խոշոր չափերի յուրացման գործով չի անցնում կամ Գուրգեն Սիմոնյանը բան չի անցնում ինչ է հարկերի 2 միլիարդ հարկ թաքցնելու գործով ասենք ինչի ասենք կամ բանը ինչ է այնտեղ պետական դավաճանության հոդված կար ով կարար այնտեղ անցներ ասենք ինչի բանը Միքայել Նահապետյան պետական դավաճանության հոդվածով չի անցնում ինչի դա տեղի չի ունենում ուրիշ քաղաքական դերակատարների հետ քաղաքականապես հուշկու չեն եւ վտանգ չեն չէ բայց դուք թիրախավորում եք վտանգավոր ընդդիմությանը այ ապրեք քաղաքականապես հուշկու եւ այլն բայց մի քիչ առաջ դուք ինձ նկարագրում եք որպես պրոռուսական Ռուսաստանի հետ աֆիլացված եւ երբ որ այս հանցագործները իրանց աֆիլացնում են Ռուսաստանի հետ կամ իրանց ճարպիկ կապերի միջոցով կամ Ռուսաստանի սխալ հաշվարկների բերմամբ ստացվում է որ Ռուսաստանի հետ աֆիլացված գործիչներին բան են անում կալանավորում են Որտեղ իրանք են ոնց որ այդ հանցագործներն են իրանց աֆիլացնում նրանց հետ ես չգիտեմ օրինակ բանի դեպքում Լևոն Զուրաբյանի դեպքում կա անկալում որ ինքը պրոռուսական քաղաքական գործիչ է թե չկա անկալում չեմ կարա պնդեմ երբեմն ինձ թվում է երբեմն կարա տենց ընկալում լինի երբեմն ոչ մենակ երբ որ ուզում են ուժեղ Հայաստանի հետ աշխատել բայց իրեն չեն բռնում որտեղ պրոռուսական քաղաքական գործիչ է սա ֆունդամենտալ խնդիրն է նա որ ոնց որ Ռուսաստան շահերից կբխեր որ ինքը աջակցեր Նիկոլ Փաշինյանին եւ վերջում ասեր տեսեք ում աջակցեցի նա հաղթեց ավելի լավ ինչու իշխանությունը այլևս կոմպլեքս չունի ակնհայտ ռուսամետ գործիչներին քրեական այլ պատասխանատվության ենթարկելու, այսինքն կներեք, ես ավարտեմ, նաև տպավորություն է ստեղծվում, որ սա ընդհանուր Հայաստան, Ռուսաստան
Ռուսաստանի կողմից հրահրված առճակատման դիմակայության ինչ-որ մի փուլ է, այսինքն այն որ ուզում են երկրի հետ հարաբերություններ փչացնել, սկսում են ագենտուրային բռնել եւ պատժել։ Այսինքն սա ոչ միայն բան է, մեր հուշկու ընդդիմությանը հետապնդելու միջոց է, այլև Ռուսաստանին ասելու, որ մակրամակուր ուժեղը ընդդիմությանը թույլատնելու բան է, այլ նաեւ Ռուսաստանի հետ կռվելու բան է։ Քո շոշափուկներին, այսպես ասենք, մենք վնասազերծում ենք։ Ձեր հարցի մեջ sense բան կար, այլևս կոմպլեքս չունի պրոռուսական գործիչներին կանոնավորել։ Նախկինում ես չգիտեմ ոնց է ֆիքսել, որտես կոմպլեքս կա։ Դե ասեմ, օրինակ միակ դեպքը վերջերս գրանցվեց, երբ որ Ռուսաստանի օգտին լրտեսության համար ինչ որ մեկը հայտնվեց բանտում ուշադրություն դարձրեք։ Չէ, բայց իմ հարցին անպայման կպատասխանեմ, բայց ձեր մի հատ ուշադրություն դարձրեք այն բանի խոսույթի վրա, որը մեր շուրջ ձևավորվել է 2018 թվականից ի վեր։ Նիկոլը եկավ Խաչատուրովին բռնեց ու միանգամից թշնամացավ Ռուսաստանի հետ։ Բայց 18 թվականն է, չէ, Խաչատուրովի, որտեղ ենթադրում էր, որ ինքը մեր իրավապահները ենթադրում էին, որ ինքը հանցագործություն է կատարել, քրեական գործ էին հարուցել։ 18 թվականին է դա տեղի ունեցել։ Դուք երբ որ ասում եք այլևս կոմպլեքս չունեք, ախր հարցը այն չի, որ իրավապահները գործում են աշխարհակաղակական կոնտեքստում։ Դուք ակնկալում եք, որ քննչականը տենց վերլուծություն անի, այդ հաշվարկի թե ինքը ինչ աշխարհակաղակական կոնտեքստում, բայց իրանք միշտ տենց են աշխատել։ Տեսեք, այդ տարանջատումը քաղաքական, որ Ռուսաստան, Հայաստան դրանք տարբեր սուբյեկտներ են, մարդկանց մտքերում հաճախ չի եղել, հա, այսինքն Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով մարդ վերջերս է բռնվել, բայց բոլորս էլ վստահ ենք, չէ, որ մինչև դա Ռուսաստանի օգտին լիքը մարդ լրտեսություն է արել եւ չի բռնվել։ Հա, ես հասկանում եմ, չէ, այդ ժամանակ Ռուսաստանի օգտին ոնց որ մինչև դա ինչ որ փուլերում, ինչ որ օրերում Ռուսաստանի օգտին լրտեսությունը նույնիսկ բան չէ, էլի մեղադրանք չէր կարա լինել օդի մեջ, Ռուսաստանի դեմ, չէ, մեղադրանքը, տվյալ անձին որ գաղտնիքներ չունեինք իրարից ինչ լրտեսություն։ Նաեւ պետության դեմ մեղադրանք։ Ես հասկանում եմ ձեր ասածը, բայց ինքը ոչ թե Հայաստան-Ռուսաստան առճակատման բան է, խնդիրը որ ստեղծվել, այլ ոնց որ իրավիճակն է այնպեսին, որ Հայաստանում կարող է լինել այնպիսի խոսակցություն, որը հնարավոր է արտահոսք կազմակերպել դեպի Ռուսաստան կամ դեպի ոնց որ միշտ հնարավոր է եղել դեպի ինչ որ երկիր արտահոսք կազմակերպել, որը հետաքրքրություն է ունեցել, այսինքն իրավ հանգամանքներն են այդպեսին, որ կարա տենց իրավիճակ ստեղծվի, ոչ թե դիտավորյալ մենք գնում թիրախավորում ենք Ռուսաստանի հետ աշխատող գործիչներին, այլ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների որակն է այնպեսին է, որ կարող են լինել նման իրավիճակներ։ Եվ դա այդ ինչպես մեր նախընտրական ծրագրում գրված է, ինչպես Ռուսաստանի դեսպան ճշգրիտ նշեց, այդ տրանսֆորմացիայի հետևանքն է, մեր բանի ակտիվ տրանսֆորմացիայի փուլում գտնվող հարաբերությունների հետևանքն է։ Ստեղծվել է այնպես, որ մենք չունենք նույն տիպի հարաբերություններ, ինչ ունեցել ենք մի 10 տարի առաջ։ Սենց իրավիճակ է ստեղծվել։ Հիմա այդ հանգամանքները նաև այդ իրավիճակում տենց են դասավորվում, որ երբեմն ասեք ես հենց մի քիչ առաջ էի ասում էլի, այսպես ինչ են հանցագործների հետ աշխատում ռուսները կամ հանցագործները ակտիվորեն խրախուսում են իրանց հետ աջակցել։ Ինչ է, ես չգիտեմ նույնիսկ աշխատում են թե չէ։ Որոշ մարդիկ իրանց ներկայացնում են որպես Ռուսաստանի բան, ներկայացուցիչ գալիս ասում են ես բան ունեմ էլի իրանց նեղ շրջանակներում ասում են ես Կրեմլից դաբրոն ունեմ ընդ դառնալու վարչապետ, ստանում են խոսքի բան չասեմ քանի տոկոս թե չէ ակնհայտ կլինի թե ում մասին է խոսքը։ Ու ես վստահ չեմ որ իրանք այդ բանը այդ խոսակցությունը ունեցել են, իրանք կարող հորինում են, բայց որ Ռուսաստանի համբավը վնասում են իրանք Հայաստանում էլ ավելի շատ չնայած ոնց որ օբյեկտիվ հանգամանքներին, օբյեկտիվ խնդիրներին, մի հատ էլ այդ գործիչներն են, այդ հեղինակազրկված գործիչներն են իրանք կապում բանի հետ, Ռուսաստանի հետ ու վնասում, այդ պետքա երևի Ռուսաստանն ավելի շատ անհանգստացնի, քան ինձ ուծեց եւ մեզ դիտողներն էլ հիմա նստած իրանք դարձը չլացեն։ Մեկ այլ պնդում է, որ արևմուտքի պատվերով Ռուսաստանին դուրս է մղում, ոչ միայն այս թեման է, այլև երկաթուղու հարցը, Հայաստանի վարչապետը չի թաքցնում, որ եւ իշխանությունները, որ այդ հարցը պետք է լուծում ստանա այսպես թե այնպես անհնար է, որ այս իրադրությունը պահպանվի, ատոմակայանը, ես ոնց հասկանում եմ, տարբեր գործընկերներ են դիտարկվում, որ պետք է նոր ատոմակայանը կառուցվի, բայց այն ժամանակ այդ հարցը չէր կարող քննարկվել, այսինքն պարզ էր, որ ռուսների հետ պետք է լինի, պարզ էր, որ երկաթուղին ռուսական, պետք է կառավարման ներքո գտնվի, այսինքն այս դրսևորումները նույն ԵՄ անդամակցության մեկնարկ նախատեսող օրենքի ընդունումը, չէ, էլի Ռուսաստանը իր դեմ է ընկալել, կարճ ասած, եթե լսենք ռուսական պաշտոնական կամ
կիսապաշտոնական ռոպագանդային կամ Հայաստանում, այսպես ասենք, Ռուսաստանի շահերով մտահոգված գործիչների խոսույթին արևմուտքը սադրում է ձեզ, դուք նրանց վարձկաններն եք եւ Ռուսաստանին դուրս մղելու, այսպես ասենք, գործողությունների մասին են այս դրսևորներ, ձեր լոգիկան ո՞րն է այս հարցով։ Այս նախադասությունը երկու ձևակերպման հետ սկզբունքորեն համաձայն չեմ, մնացածը քննարկելի են արևմուտքի դրդմամբ եւ Ռուսաստանին դուրս մղելը։ Ինչ որ Հայաստան կատարում է։ Այսինքն վարձկանների հետ համաձայն եք։ Չֆիքսեցի որտեղ ասեցի։ Այն ինչը որ մենք ոնց որ անում ենք Հայաստանի շուրջ, Հայաստանի համար, Հայաստանի մասին, մեր ներքին process-ների հետևանք է, մեր ներքին որոշումների հետևանք է ու այդ երևի այդ ամենալավը ցույց է տալիս այդ ձեր վերածօրինակների մեջ այդ ԵՄ ինտեգրման անդամակցության մեկնարկի մասին օրենքը, որտեղ այդ օրենքը խորհրդարանը չի նախաձեռնել։ Դրանքը քաղաքացիներն են նախաձեռնել։ Դուք եք, չէ՞, կուրս որտեղ մենք կողմ ենք քվեարկել, բայց խորհրդարանը թերևս երբեք այդպիսի օրենք ինքնուրույն չհեղինակեր, եթե քաղաքացիները չստեղծեին այդ իրավիճակը։ Այսինքն մենք չէինք նստի գրեինք, մշակեինք այդ նախագիծը։ Մենք ասում ենք, որ ոնց որ մենք ստանդարտիզացնում ենք մեր տնտեսությունը, փորձում ենք մոտեցնել ԵՄ ստանդարտներին, ապագայում կարող են այդպիսի հեռանկարներ լինել, քաղաքական հայտարարություններ լինում են, բայց օրենքի տեսք ինքը ստացել է Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների արդյունքում եւ այս բոլոր հարցերը, որ դուք բարձրացնում եք, իրական Հայաստանի ներքին օրակարգերն են, որոնք այս կամ այն դրվագում, այս կամ այն չափ համընկնում են կամ Ռուսաստան կամ Արևմուտքի ընկալումների հետ, բայց խնդիրներն են, որ իրանցից շատերը իրանցից մեկն ու մեկը ինչ որ պահի կարա խաղադրույքները բարձրացնի, օրինակ, բանի ժամանակ ընտրության կեսին նախընտրական փուլի կեսերին ԵԱՏՄ-ի կողմից բանանելը այդ հայտարարությունը որ հենց հիմա մինչև վաղը իրիկունը որոշեք դուք ԵԱՏՄ-ի մեկմն թե ԵՄ-ում սա նենց մի հատ ուշադրություն հրավիրեց Հայաստանի ընտրությունների վրա որ ոչ հեղափոխությունը ոչ պատերազմի ժամանակ Հայաստանը ոնց որ չէր հայտնվել միջազգային լրահոսի արանքում բանի տեսադաշտում ու ես իմ տպավորություններով կուզեմ ձեզ հետ կիսեմ մինչև այդ օրը երբ որ ես գնում եմ գյուղեր քաղաքներ մարդկանց հետ էի խոսում ընդ որում դա այդ օրվանից հետո է իմ տպավորությունն էր որ քաղաքացիները քվեարկում են այն մասին թե արդյոք իրանք հետո ձրի պետքա վիրահատվեն թե չէ այգին ընդհանրապես քաղաքացիների մտքում աշխարհակաղակական կոնտեքստ չկար կամ ասենք չգիտեմ իրանց դպրոցի կառուցման բանը պետքա վերջ ավարտվի թե չէ պրոյեկտը այսինքն շատ առօրյական հարց է Ռուսաստանը հունիսի 7-ը ընկալեց որպես չհասեմ վերջին մարտ բայց հնարավորություն այսպես ասենք իշխանության բերելու ավելի ռուսաբետ ուժերի եւ Ռուսաստանը քան դուք եք ստեղծեց Հայաստանի շուրջ միջավայր բան տպավորություն այդ թվում արևմուտքի համար որտեղ արևմուտքն էլ սկսեց տենց լուսաբանել էլի ես մեդիաներին հետևում եմ տպավորություն որ այս ընտրությունները ժողովուրդը քվեարկում է Ռուսաստանի եւ արևմուտքի մասին բայց տենց չէր կապա Երևանի կենտրոնում ինչ որ շատ ակադեմիական քաղաքագիտական քաղաքասարակության շրջանակներ տենց ընկալում ունեցել են եւ դա ասենք ամբողջ բանի 1,400,000 ձայների մեջ մի 20,000 ձայն է արհիմն ընկալում չի ասեմ ինչու որովհետեւ այն սեգմենտը 3 հիմնական ընդդիմադիր կուսակցություններ ԲՀԿ ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինք դրանք ակնհայտ են Ռուսաստանի հետ հարաբերությունների քաղաքագիտական վերլուծության դիտանկյունից հա դուք թեև խոսում եք բալանսավորումից բայց նաեւ ԵՄ անդամակցության մեկնակ նախատեսող քաղաքագիտական վերլուծության դիտանկյունից դուք ճիշտ եք բայց քաղաքացիներին որոնց մեզ քվեարկել են ես իրանց հետ հանդիպել եմ ես ոնց որ հարցրել եմ իրանք ինչու են հակված մեզ ընտրել իրանց ընկալումներից իրանցից շատերի ընկալումների մեջ դա չի եղել բայց երբ որ Ռուսաստանը ավելի ճիշտ ԵԱՏՄ անդամ երկրները այդ հայտարարությունը տարածեցին դա անխուսափելիորեն ոնց որ բոլորը ամբողջ աշխարհը նստած սպասում էր հունիսի 7-ի ԵՄ ԵԱՏՄ հանրաքվեին այսինքն սենց վերաձևակերպեցին էլի իրանք իրաց բանին ճշմարտություն կա մեդիա դիտանկյունից միգուցե բանի վեկտոր բառը ես գիտեմ քպականներ չեն սիրում հատկապես Արման Եղոյանը բայց դուք չեք չեղարկել ԵՄ-ի անդամակցության մեկնակ նախատեսող օրենքը։ Մենք պատրաստվում չեղարկենք, մենք ենք ընդունել այդ օրենքը, որովհետև Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված օրենք է, որը նաև ուղղորդում է արտաքին քաղաքական կուրսը, որի վերաբերյալ վերջնական որոշումը ոչ թե այս 60,000 քաղաքացիները պետքա կայացնեն, այլ Հայաստանի ամբողջ ժողովուրդը։ Մենք ստեղ գիտենք, որ այդ 60,000 քաղաքացին կա, ով որ հերիք է օրենք ընդունելու համար
բայց այդ որոշումը կայացնելը պետք է Հայաստանի ժողովուրդը կայացնի, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հաստատված։ Երբ որ կգա այդ ժամանակը, որ մենք կկարծենք, թե ժամանակն է, պահն է, իշխանությունը պետք է որոշի, էլի պահն է հարցնելու ժողովրդին ուզում ես թե չէ ԵՄ դեպի ԵՄ գնալ թե մնալ ԵԱՏՄ-ում, այդ պահին մենք կհարցնենք եւ ժողովուրդը այդ որոշումը կկայացնի։ Հունիսի 7-ը չէր այդ օրը, ուզում եմ ասել, միշտեր օրինակ հունիսի 7-ի շուրջ տենց ընկալում ստեղծեցին, ոնց որ մենք չէինք նախատեսում, բայց տենց ստացվեց։ Բայց այդպես էլ կար իրականում։ Չէ, դե ես ուզում եմ ասեմ, եթե մեր ծրագիրը նայեք, բանի նախընտրական ծրագիրը, մեր նախընտրական խոսույթը մինչև այդ օրը։ Դուք այդքան միամիտ այդպիսի վերջնագրային։ Մեր քարոզարշավ եւ մեր տրամաբանություն դրա վրա չի կառուցված եղել։ Մենք շատ ենք շեշտադրել ներքին օրակարգեր եւ խաղաղության օրակարգ։ Մեզ համար դա խաղաղության մասին հանրաքվեր։ Բայց ոնց որ բան մեր շուրջ ստեղծած համար իր ազդեցության հանրաքվեր։ Եթե խաղաղությունը, հակառուսականությունը ձեր մեկնաբանմամբ հնարավոր է նաև, օքեյ, տենց է։ Բայց ԵՄ ԵԱՏՄ-ի մասին չէր, էլի ավելի շատ խաղաղության մասին էր։ Եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է իմ սուբյեկտիվ կարծիքը, Ռուսաստանը դա հնարավորություն էր դիտարկում իր ազդեցությունը վերականգնելու։ Այնպես չի, որ հիմա չունի ազդեցություն, բայց նկատում է, որ ազդեցության, այսպես ասենք, սյուները կարող են սասանվել։ Նույն էներգետիկ ոլորտում կամ, չգիտեմ, երկաթուղային եւ այլ ոլորտներում, հա, այսինքն թեկուզ պարզագույն մի բան, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Հայաստանը հասկացնել, դա իրենք այսպես սարսափելի իրադարձություն համայնքին էլ կանենք հաջորդի։ Ես չեմ կասկածում, որ դուք դա էլ կանեք։ Ուզում եմ ասել, Երևանը համարձակություն ունեցավ, հա, այդ գագաթնաժողովը հյուրընկալել, մինչդեռ դա իրականում սովորական ինչ-որ մի գագաթնաժողով էր, Զելենսկու գալը այստեղ նրանք ուռճացրին, այսինքն նրանք կուզենային ունենալ իշխանություն, որը չէր համարձակվի այդքան ալմեղ ինչ-որ գագաթնաժողով կազմակերպել եւ դա էր, որ հունիսի 7-ը իրենք հավանաբար ընկալում են նաեւ ունենալ այնպիսի իշխանություն, որը խելոք այսպես կզբաղվի ներքին տրանսպորտի հարցերով կամ, չգիտեմ, ներքին ինչ-որ հարցերով եւ արտաքին քաղաքական անկախությանը նմանվող ինչ-որ կուրս չի վար։ Միգուցե դա էր նաև վերջին մարտի տպավորիչ։ Քանի որ սկզբում նախադասությունը սկսել էիք, եթե իմ կարծիքը ինչ-որ մեկին կհետաքրքրի, ես ուզում եմ ասել վստահ եմ ձեր կարծիքը բոլորին հետաքրքրում, շատերին հետաքրքրում է եւ ես հարցազրույցը վստահաբար ավելի շատ մարդ կնայի ձեր կարծիքը լսելու, քանի մի համար, բայց վերադառնալով այդ բան ներքին օրակարգերը սպասարկող, խելոք իշխանության եւ այլն, հա, մենք ներքին օրակարգերն ենք սպասարկում եւ մենք կարծում ենք, որ խաղաղությունը Հայաստանի ներքին օրակարգ ներքին պահանջն է ժողովրդի, բայց օրինակ խաղաղության հաստատման համար մենք պետք է արտաքին գործընկերների հետ աշխատենք։ Մենք մեր ներքին կարիքները սպասարկելու բերումով է, որ արտաքին գործընկերների հետ ենք աշխատում, ներառյալ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ներառյալ խաղաղության հռչակագիրը, որ ստորագրվեց, օրինակ Ռուսաստանը դա անցալում է իր ազդեցության դեմ գործողություն, չէ, որովհետև իրենք են հավակնում զենք ու զրահով գնալ կանգնել այնտեղ, վերահսկել։ Այս այնքան հետաքրքիր պատմություն է, ափսոս մենք շատ երկար ժամանակ չունենք։ Մենք Ռուսաստանին նույն պարամետրերով այդ ճանապարհը առաջարկել ենք, որ օգնի ստեղծենք, որովհետև հիշում եք այդ արտատարածքային եւ տարածքային թեմաների եւ սուվերենության ներքո լինելու թեմաները կար, մենք ասում ենք այդ 4 բառը, որի դեպ հիմա գրված է բանում, էլի խաղաղության համաձայնագրում հռչակագրում օգոստոսի 8-ին տարածքային ամբողջականություն, իշխանություն, իրավազորություն եւ փոխադարձություն հասկացությունները ներառենք համաձայնության մեջ, օգնեք մեզ դա անենք, համաձայնենք, պայմանավորվենք, բայց Ռուսաստանը կամ չի կարողացել, կամ չի ուզեցել, ենթադրում եմ նաև զբաղված է եղել ավելի կարևոր գործերով, չի ստացվել Ռուսաստանի մոտ անել այդ, ինչ որ մենք ոնց որ համաձայն էինք թեկուզ Չինաստանի, թեկուզ, չգիտեմ, Ճապոնիայի, թեկուզ Ռուսաստանի, այսինքն աշխարհաքաղաքական չի եղել խաղաղության օրակարգի մեր ընտրությունը։ Պարզապես դա ստացվել է Միացյալ Նահանգների մոտ եւ մենք բնականաբար հո մենք բան չենք, խելագար չենք, ասենք չէ որ Միացյալ Նահանգներն է, մենք խաղաղություն չենք ուզում։ Խելագար չենք, եթե դա մեղադրանքը։ Բայց այդ առաջարկը մենք այդ ակնկալիքը մենք Ռուսաստանից ունեցել ենք, ընդ որում դա կարծես թե ինչ որ ոնց Հայաստանի ինքնիշխանությունը ընդունել իր ճանապարհների նկատմամբ ես լավ հիշում եմ այդ թեման, այնտեղ
վերահսկողության մեխանիզմների խնդիրը կար, արդյոք ռուսական FSB զորքերը մենք այս պայմաններով ով որ կկարողանար օգնել մեզ ստանալ այս պայմաններով ապաշրջափակումը, բոլորի հետ բաց են եղել աշխատել։ Նկատի ունեմ դա ոչ թե հակառուսական եւ պրոամերիկյան է, պարզապես Ռուսաստանը ձախողել է դա անել։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտ ստացվել է, ընդ որում ստացվել է օրինակ Թրամփի վարչակարգի մոտ։ Դա նշանակում է, որ մենք հակաբայդենյան ենք կամ չգիտեմ, եթե ԵՄ-ի մոտ չի ստացվել, այլ ԱՄՆ-ի մոտ է ստացվել հակա-ԵՄ-ական, չէ, մենք պատրաստ ենք այդ ժամանակ եւ ես անկեղծորեն եմ սա ասում եւ ենք շարունակել աշխատել այն մարդկանց հետ, ովքեր խաղաղությունը ամրապնդող մեր ակնկալիքները կօգնեն մեզ իրականացնել։ Հիմա Ռուսաստանի մոտ չի ստացվել, ես չանեմ մաքսիմալիզմ գոյություն ունի, երբ որ իրենք, այսինքն պետությունների ինքնիշխանությունը չեն էլ հանդուրժում, մանավանդ Հայաստանի պես պետության։ Դուք մեկնաբանում եք դա, թե ինչու իր մոտ չի ստացվել։ Դե ինձ որպես Հայաստանը ներկայացնող քաղաքական գործիչ այնքան մեկ ում մոտ ինչու չի ստացվել։ Իմ համար կարևոր այն է, որ ես կարողացել եմ գտնել գործընկեր, ում հետ ստացվել է այդ աշխատանքը անել։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանում էր հետեւյալը, որ եվրոպական կառույցները արդեն 1 տարի է օգնում են Փաշինյանին թե եկեղեցու, թե ընդդիմության դեմ պայքարում եւ որպես ապացույց ներկայացնում էր ռուսական առաջին ալիքի եթերում պրանկերները, երբ որ զանգում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, վերջինս ազգությամբ թուրք է եւ խոստանում է պայքարել, օգնել Փաշինյանին պայքարել կաթողիկոսի դեմ։ Կա ավելի լավ ապացույց, շատ լավ ապացույց է իհարկե։ Ձեր, այսպես ասենք, հակառուսական դիրքավորման եւ արևմուտքի վարձկան լինելու մեջ։ Հակառուսական դիրքավորումից կապ ուներ այդ բան Սամվել Կարապետյանի հետ չիմացա, բայց եկեք բանան։ Եկեք մեր հարցին հարցով պատասխանեմ։ Տեսել եք, որ Նարեկ Կարապետյան սրա կապակցությամբ ռիլ ունի։ Ֆիքսել եք այդ առաջին ալիքի թողարկումից առաջ է ռիլը սարքել Նարեկ Կարապետյան թե հետո։ Չգիտեմ, դուք եք ուշադիր ընդդիմության էջերի նկատմամբ։ Առաջ։ Ակնհայտորեն դա ոչ թե ռուսական առաջին ալիքի եթերից տարածված բան է, իրողություն է, տեղեկություն է, այլ Նարեկ Կարապետյանի։ Ես ոնց որ իրանք ում ինչ ուզում են թող պատվիրեն, ձայնագրեն, մեկնաբանեն, իրանք քաղաքական ոճ է դա, ասենք բանն է։ Իսկ չգիտեմ էլ ուզում եմ ասել ահաբեկչություն, մեդիա ահաբեկչության որտեղ, բայց բանն էլ այնքան կարիկատուրնի են դա անում, որ նույնիսկ ահաբեկչություն է։ Okay, թող պատվիրեն, բայց ռուս պրանկերներ զանգել են ԵԱՀԿ-ի թուրք պաշտոնյային եւ հարցրել են Հայաստանի եկեղեցում, ասենք, կներեք էլի ռուս պրանկերները մտածում են թե հայերը մուսուլման են։ Այդքան բան պատկերացնելու համար, որ թուրք պաշտոնյայի առաքելական եկեղեցու եւ այլնի մասին հարց ձևակերպելու համար դա պետքա գործակալ լինես, ոչ թե պրանկեր։ Եվ բարձր պատվեր է եղել, ում պատվերն է եղել, թող իրանք էլ դրա մասին ռիլեր նկարեն։ Պնդում եք, որ Կարապետյաններն են պատվիրել ռուս պրանկերներին զանգել թուրք ԵԱՀԿ նախագահին։ Չեմ պնդում, բայց չեմ կարող պնդել, որովհետեւ չեմ ներկա եղել այդ խոսակցության, բայց տրամաբանությունը ուրիշ ինչ-որ բան հուշում է։ Դուք պատկերացնում եք ռուս պրանկեր, որ բան է, հայ թուրքական հարաբերությունների մեջ ենք։ Այն էլ բան չէ, էլի Բորիս Ջոնսոնին չի զանգել ոնց որ նախորդ անգամ։ Զանգելա ինչ որ ԵԱՀԿ-ում թուրք պաշտոնյա ոնց է գտել։ Հասկանում եք, դա բան է, դրա համար պետքա ինչ որ հատուկ նշանակության գործակալ լինես դες բան հղանալու համար, դա պրանկերի հղանալու բան չի։ Ոնց որ պետքա մի քիչ լուրջ լինենք, էլի, երբ որ խոսում ենք այս թեմաների մասին։ Ես հարցս կրկնեմ, դուք մեղադրում եք ստացել։ Ես ենթադրում եմ, որ ավելի շահագրգռված բան դերակատար դժվար թե լիներ իրանց բանի խոսույթի շարունակությունը։ Դուք ենթադրում եք, որ Կարապետյանները պատվերով են նրանք զանգել։ Արքան որ առաջին իրանք են տարածել եւ առաջին հայտնվել են Նարեկ Կարապետյանի հարթակում, ենթադրում եմ, որ ինքը առաջինն է իմացել, երևի զեկուցել են իրան, չգիտեմ, ասել ես արել ենք։ Այսինքն դուք ենթադրում եք, որ Կարապետյանները պատվերով են նրանք զանգել թուրք պաշտոնյաներին։ Դուք ուրիշ բան եք ենթադրում։ Ես չունեմ ենթադրություն։ Եվ մամուլում տեղեկություն կար, որ դուք աչք ունեք ԱԺ ԿԳՄՍ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի վրա, անձամբ դուք։ Այդ հարցեր։ Հա։ Որ ես առաջադրվել եմ հանձնաժողովի նախագահի թեկնածու, ճիշտ է, որ 4 այլ գործընկերներ են առաջադրվել, դա էլ է ճիշտ, բայց քանի որ բաներ իմ տեղեկությունները ամբողջական չեն, իսկապես ես չգիտեմ ով որտեղ ինչ հանձնաժողովի համար որտեղ ինչ է առաջադրվել, ձեզ կարամ հետեւյալը ասեմ, որ մի քանի օր առաջ, հիմա չեմ ասում, 4-5 օր առաջ
2-3 օրվա ընթացքում ինքնաառաջադրումների փուլ է սկսվել բոլոր հանձնաժողովների նախագահների համար, ԿՊ-ում, որը ամբողջական ցանկը կարող է հարցում անել աշխատակազմից ենթադրում եմ պիտի որ տամ, որտեղ ոչ մի խնդիր չկա էլի, ով որտեղ է առաջադրվել, որպեսզի սա բռատ տեղեկություն չտամ։ Մենք գիտենք, որ այդ առաջադրումները նշանակում են լինել համապատասխան հանձնաժողովներում ԿՊ ներկայացուցիչ եւ հնարավոր է որ դրանք դառնան ընդդիմադիր հանձնաժողովներ եւ ընդհուպ ընդդիմադիր նախագահ փոխնախագահ ունենալ, սա նախագահի առաջադրման ընթացակարգ չէ, էլի սա կարևոր է։ Սա ԿՊ-ի հիմնական ներկայացուցիչը հանձնաժողովում լինելու մրցակցությունն է առաջադրվել, որպեսզի ԿՊ-ն ձեզ առաջադրի որպես հանձնաժողովի նախագահ։ Փոխնախագահի դերերը մնան մեր խմբակցությանը, այսպես ասած, այս մրցակցության մեջ հաղթողը կլինի, եթե կստանա այդ դերը, եթե չէ, ուրեմն պարզապես սովորական պատգամավոր կլինի, բայց կներկայացնի ԿՊ դիտանկյունները այդ հարցերի շուրջ, էլի ոնց էր հիմնական ներկայացուցիչ կդառնա եւ վարչությունն է ընտրել, որոշումը կայացնում է փակ գաղտնի քվեարկության վարչությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Թագուհի Ղազարյանին։